Բարև ձեզ, այսօր թվանք հաղորդման հերթական թողարկումն է, որի ընթացքում ձեզ կներկայացնենք Taurus ընկերության Rossi ապրանքանիշի Expedition զենքը։ Taurus-ը բրազիլական ընկերություն է, հիմնադրված 1939 թվականին, սակայն Amedeo Rossi ապրանքանիշը էլ ավելի հին է 1889 թվականին է ստեղծվել։ Նշեմ, որ Taurus-ը հիմնականում աշխարհում հայտնի է իր ատրճանակներով, այդ թվում ռևոլվերներով, ինչպես նաև կիսաինքնաձիգ կարաբիններով եւ սահող փակաղակով զենքը համեմատաբար նոր է այս ընկերության համար եւ դրանով բավականին հետաքրքիր։ Քաշը 3.2 կիլոգրամ, ընդհանուր երկարությունը 97 սանտիմետր, փողի երկարությունը 61 սանտիմետր։ Փողը ունի 6 ակոս, ակոսների քայլը կազմում է 10 մատնաչափ։ Նշեմ նաև, որ փողը ազատորեն կախված է, ինչը իհարկե հատկանշական է որսորդական դիպուկահար գրեթե բոլոր հրացաններին։ Իհարկե խոսքը գնում է ժամանակակից զենքերի մասին։ Զենքի պահեստատուփը տեղավորում է 5 փամփուշտ, կոնկրետ այս դեպքում զենքի հետ տրամադրվում է 2 պահեստատուփ։ Ապահովիչը գտնվում է այստեղ, ուրեմն այս պահին դրված է ապահովիչի վրա, հանելու համար ուղղորդում ենք ետ։ Այստեղ կցանկանայի նշել մի հետաքրքիր յուրահատկություն, երբ փակաղակը բացում ենք եւ պատրաստում ենք լիցքավորել զենքը, ասենք լիցքավորեցինք, ապա այստեղ կա հրահանի ցուցիչ, այսինքն մի դետալ, որը ցույց է տալիս, որ այս պահին զենքը լիցքավորված է եւ պատրաստ է կրակելու։ Որն է սրա առավելությունը, որ առանց նայելու, շոշափելով հրաձիգը կարող է զգալ, զենքը լիցքավորված է թե ոչ։ Կրակոց արձակելուց հետո հրահանի այս ցուցիչը անցնում է ներս եւ արդեն պարզ է, որ հրացանը լիցքավորված չէ։ Փակաղակը դուրս է գալիս այստեղ գտնվող կոճակը սեղմելով եւ բավականին հեշտ։ Նշեմ, որ փակաղակը եռահենք է, այսինքն ունի 3 մարտական հենք, ինչը թույլ է տալիս, որպեսզի հրացանը լիցքավորելիս մենք բարձրացնենք նրան ընդամենը 60 աստիճանով, բնականաբար ետ քաշելով, եւս մի քանի առանձնահատկություն այս զենքի, նախ նշեմ, որ փողը սառը կրմամբ եւ ոլորմամբ է պատրաստված, ինչը մեծացնում է փողի հուսալիությունը։ Զենքի առանձնահատկություններից է նաեւ այն, որ փողը պատված է այսպես կոչված սերակոտ DLC նյութով, իսկ Իրանը DLC, դրանք հատուկ ուրեմն պոլիմերային նյութեր են, որով պատված է զենքի համապատասխան մասերը, բնականաբար դրանց ծառայության ժամկետը երկարացնելու նպատակով։ Այս պահին զենքի վրա դրված է Vector Optics ընկերության Taurus նշանոցը, դա որևէ կապ չունի Taurus զենքի հետ, պարզապես համընկել է։ Օպտիկական նշանոցը տեղավորված է Picatinny հարթակի վրա, ինչպես կարող եք այստեղ տեսնել, համապատասխան հարթակները իրենց տեղերում են, այսինքն ընդհանուր չէ։ Սա ունի այն առավելությունը, որ երբ ցանկանում ես փամփուշտները մեկ առ մեկ տեղադրել փամփշտանոցում, այս մասը բաց է, բավականին լայն եւ դա հեշտացնում է գործը։ Զենքի վրա երկոտանի տեղադրելու համար նախատեսված է 3 տարբերակ։ Ինչպես այստեղ տեսնում եք, մեկը սովորական
երբ որ փոկակալի համար նախատեսված անցքում է տեղադրվում երկոտանին, հաջորդը դա Spartan Precision համակարգի ուրեմն համապատասխան երկոտանի տեղադրելու տեղն է, ինչպես նաև 2 հատ M-Lock համակարգի։ Փաստորեն ձեր ընտրությունը բավականին մեծ է երկոտանի տեղադրելու հարցում։ Զենքի հետ փողաբերանի արգելակ չի գալիս, հատկացվում դրված է պարզապես մանեկ, որը հեշտությամբ կարելի է հանել եւ փոխարենը տեղադրել ձեր ցանկացած ձայնամեղմացուցիչը, խլացուցիչը եւ այլն։ Փողաբերանի արգելակի կամ ձայնամեղմացուցիչի համար գալարները ստանդարտ են, ուրեմն 5/8 մատնաչափի 24։ Զենքի կոթը կահավորված է թշիկով, որը ասեմ բավականին բարձր է եւ հարմար, կոնկրետ ասենք ինձ համար լրացուցիչ թշիկ դնելու կարիք հաստատ չի զգացվի։ Սարքավորված է համապատասխան ռետինե հարթակով, որը թուլացնում է հետհարվածը, բավականին հարմար է։ Ամփոփելով նշեմ, որ բավականին հետաքրքիր թեթև հարմարավետ զենք է։ Տվյալ զենքը այսօր Հայաստանում նույնպես կարելի է ձեռք բերել, նշեմ, որ այն կարելի է ձեռք բերել ազատազենի ռազմախանութում եւ Gin AM հանութում։ Այժմ գնանք զենքը փորձարկելու։ Գնացինք ընկեր Անդրան։ Այսպիսով մենք ազատազենի քաղաքացիական հրաձգարանի ճշտադրման տեղամասում ենք, կփորձարկենք մեր զենքը, հիշեցնում եմ, Taurus Rossi Expedition 308 Winchester դրամաչափի, փորձենք խումբ հավաքել 3 կրակոցով։ Ինչ թվում է։ Զենքը լիցքաթափված է, տեսնենք ինչ արդյունքի ենք հասել։ Վատ չի, հիմա կչափենք։ Ուրեմն մեր փունջը, խումբը կազմում է մոտավորապես 1 մոայից պակաս, մոտավորապես 0.75 անկյան րոպե, նույն ինքը մոա։ Արդյունքը վատ չէ, եթե չեմ սխալվում, դա հենց այս զենքի գործարանային խմբի տվյալներն են։ Հիշեցնեմ, որ այսօր մենք փորձարկեցինք բրազիլական Taurus ընկերության Rossi Expedition 308 Winchester տրամաչափի զենքը, հրացանը, երկայնակի սահող փակաղակով, ստացանք բավականին լավ արդյունք։ Կուզեի հիշեցնել բոլորին, որ թվանք հաղորդումը եւ ազատազենի կողմից նկարահանվող բոլոր հաղորդումները պատրաստվում են ձեր օգնությամբ, երբ դուք բաժանորդագրվում եք մեր Patreon-ին եւ YouTube-յան ալիքին։ Կոչ եմ անում բոլորիդ, ովքեր դեռ չեն բաժանորդագրվել մեր սոցցանցերին եւ այլ ալիքներին, անել դա որքան հնարավոր է շուտ։
Այժմ գտնվում ենք հրաձգարանի ակոսափող զենքերի տեղամասում եւ մեր Taurus Rossi Expedition 300 դրամաչափի հրացանով կփորձենք խոցել 500 մետր հեռավորության վրա թիրախներից մեկը։ Ընկերադրան, ուրեմն կրակելու եմ 500 մետրի կամարի տակի կարմիր թիրախի։ Եղավ։ Խոցում։ Ավարտեցինք մեր հրաձգությունը, ցանկանում եմ բոլորին կոչ անել զենք ձեռք բերել, զինվել, մարզվել, չգիտենք թե ինչ հանգամանքներում եւ երբ դա պետք կգա, բայց ամեն դեպքում կարծում եմ, որ բոլորիս անհրաժեշտ է միշտ լինել պատրաստ։ Զինվեք, մարզվեք, դարձեք ազատազեն։